Երբեք մի պարկեք քնելու, առանց Աստծուն շնորհակալություն հայտնելու։ Կանգ առեք մեկ րոպե, մտածեք, ինչ կա ձեր կյանքում, ինչի համար արժե շնորհակալ լինել Նրան։ Դրանք ընդամենը 4-ն են, բայց բոլորը կարևոր, իսկ վերջինը ամենակարևոր։ Առաջինը. Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ հետ ես։ Շնորհակալ եմ, որ իմ կյանքին իմաստ տվեցիր։ Խնդրում եմ, պահպանիր ինձ ու իմ հայրենիքը։ Օրվա թե գիշերվա ընթացքում պաշտպանիր մեզ չարից, վախից, անհանգստությունից։ Շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ ես։ Տուր ինձ ուժ, երբ վախենում եմ, մխիթարություն, երբ տխուր եմ։ Երկրորդը. Շնորհակալ եմ քեզ, Տեր, իմ տան համար, որպես ապաստան փոթորիկներից, խաղաղ, անվտանգ վայր հանգստանալու համար։ Շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս ինձ հանգիստ քնել, իմանալով, որ գտնվում եմ քո սիրով գրկում, քո սերը միշտ ինձ հետ է։ Երրորդը. Գիտեմ, որ վաղվա օրը քո ձեռքերն են, իմ ապագան քո ձեռքերն են։ Ես վստահում եմ քեզ ամեն ինչ, ինչ ունեմ, ինձ, իմ կյանքը, իմ հայրենիքը, ամեն ինչ։ Չորրորդը. Ամենակարևորը. Տեր, շնորհակալ եմ քեզ ներողամտության համար։ Շնորհակալ եմ, որ վերցրիր իմ վախը, իմ անհանգստությունը, իմ կասկածները։ Ես քեզ եմ հանձնում իմ բոլոր բեռները։ Մաքրիր ինձ քո խոսքով, հպվիր ինձ քո սիրով եւ օգնիր ինձ քնել խաղաղ, խորը հանգիստ։ Գիտեմ, որ վաղը քո ողորմությունը նորից նոր կլինի։ Ամբողջ փառքը քեզ, Տեր։ Եթե այս աղոթքը արձագանքում է քո սրտում, խնդրում եմ մեկնաբանություններում գրիր։ Շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար եւ կիսվիր այս հաղորդագրությամբ մեկի հետ, ում սիրում ես։ Եթե աղոթքի կամ հոգևոր աջակցության կարիք ունես, խնդրում եմ գրիր ինձ։ Ես ուրախ կլինեմ աղոթել քեզ համար, օգնել քեզ հասկանալ Աստծո խոսքը։ Թող Աստված օրհնի քեզ։ Թող Աստված օրհնի քեզ ու քո հայրենիքը։ Բարի գիշեր։